Հաջորդիվ Ագնես Ախամյան, բայց Ագնես Ախամյանը քանի որ դահլիճում չի, Լիդ Գալստյան, բայց մինչև Տիկին Գալստյանը կմոտենա ամբիոնին, ասեմ, զգուշացնում եմ։ Անկախ նրանից, թե ամբիոնից ինչ է հնչում, դահլիճում լռություն է։ Բանախոսի հետ չենք խոսում, չենք արձագանքում։ Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, խոսելու եմ այս օրերի ամենահրատապ թեմայից։ Այսպես կոչված խաղաղության դարաշրջանից, որը իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի կողմից որակվում է որպես կայացած եւ դարակազմիկ իրողություն։ Հիմա մի քիչ ժամանակագրություն։ Վաշինգտոնից ընդամենը 20 օր անց Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում Փաշինյանը հետևյալ արձանագրումը արեց. Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։ Հիշեցնեմ, որ Վաշինգտոնյան փաստաթղթերի թանակը չչորացած Ալիևը հայ հասարակությանը անվանեց հիվանդ, պնդեց սահմանադրության փոփոխության խնդիրը եւ հայտարարեց. ուժով էլ լինի միջանցքը վերցնելու ենք։ Սիրելիներ, պաշտոնական Ադրբեջանի այս եւ այլ հայտարարությունները ոչ միայն խաղաղության մասին չեն, այլև անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի կիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքների հետ։ Դարակազմիկ որակվող խաղաղությունը մեր աչքի առջև փլուզվում է եւ դրա արձանագրողը ինքը իշխանությունն է։ Օրեր առաջ ԱԺ փոխոսնակը ինձ հորդորեց չվախեցնել հայ հասարակությանն ու չբարձրաձայնել Ալիևի խոսույթն ու հաստատումները։ Սխալվում եք, պարոն Նայք, խուլ եւ կույր ձևանալով սպառնալիքները չեն չեզոքանում։ Իսկ Ալիևը շարունակում է հոխորտ տալ, թե Սյունիքը Ադրբեջանից խլված տարածք է, պնդել, որ համաձայնագիրը արտահայտում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը։ Օրերս ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին Փաշինյանը կիսադատարկ դահլիճում այսպիսի հռետորական հարցեր հնչեցրեց։ Իմաստունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Իդեպ Ադրբեջանի նախագահը տարբեր ատյաններում եւ ամբիոններում խոսում է նաեւ Հայաստանի կապիտուլյացիայի մասին։ 2 օր առաջ Բրյուսելում դարձյալ վրթոված նույն հարցից Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք խոսույթ ընդհանրապես չկա եւ գոյություն չի ունեցել։ Անկեղծորեն հրաշալի է, եթե սա է իրականությունը, նաեւ սա է համայն հայության ցանկությունը։ Բայց չգիտես ինչու Վաշինգտոնյան հանդիպմանը Փաշինյանը չհակադարձեց եւ լռեց եւ Թրամփը հետեւյալ միտքներ ասում։ Armenia is also creating an exclusive partnership with the United States to develop this corridor, which could extend for up to 99 years. And then they promise in 99 years they'll extend it, right? You'll promise. Armenia is also Թարգմանեմ, Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ, այդ միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլայնվել։ Այնուհետև շրջվելով Փաշինյանի կողմը ասում է, այնպես չէ, դու խոստացել ես։ Հիմա հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում, իդեպ Փաշինյանը որևէ կերպ չանդրադարձավ դրան եւ լռեց, քար կտրեց։ Հիմա հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում, ի վերջո, ինչ եք բանակցել նախաստորագրելուց առաջ։ Եվ միթե պետք է հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն կամ ԵԽԽՎ այս հռետորական հարցերը հնչեցնելու համար։ Երբ պահանջում ենք մանրամասնել թրիփի դետալները, հենց սա նկատի ունենք։ Երբ պնդում ենք, որ միջազգային ատյաններից հարցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույնն է, սա նկատի ունենք եւ թուլացնում է մեր դիրքերը։ Երբ ասում ենք, որ ագրեսոր ցեղասպանին չի կարելի լեգիտիմացնել, հենց սա նկատի ունենք։ Մի ցավալի դիտարկում էլ։ ՄԱԿ-ում հնչած 21000 բառանոց տեքստում եւ ոչ մի անգամ չհնչեց գերի բառը։ Ոչ էլ խոսք եղավ Ադրբեջանի կողմից ոչնչացվող 3000-ամյա հայկական մշակութային եւ քաղաքակրթական հետքի մասին։ Բայց կարևորը ականջահաճո վերնագրերն են։ Խաղաղությունը հաստատված է, պնդում են Փաշինյանը, թիմն ու նրանց ուղեկցող լրատվամիջոցները։ Իսկ որն է օբյեկտիվ իրականությունը։
Վաշինգտոնյան համաձայնությունների իրական խաղաղության հետ ինչ աղերս ունեն։ Արդյոք խաղաղության մասին են խոսում Ադրբեջանի ռազմական ծախսերի 25%-ով ավելացումը, ինտենսիվ սպառազինումը, Հայաստանից օկուպացված տարածքներում ամրապնդվումը, Բաքվում ընթացող հայ ռազմագերիների կեղեքումն ու շինծու դատավարությունները։ Շարունակական եւ միակողմանի զիջումների դիմաց Հայաստանը ստանում է խաղաղություն վերնագրով նախաստորագրված փաստաթուղթ, որ ըստ էության մեծագույն հարցականի տակ է դնում Հայաստանի կենսունակությունն ու ապագան, իսկ Փաշինյանի անշրջահայաց հայտարարությունների արդյունքում Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ իր համապատասխան հետևանքներով։ Ի վերջո, ինչու պիտի Ադրբեջանը զսպի իր ախորժակը, երբ ակնհայտորեն Ադրբեջանի պահանջով լուծարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երբ պաշտոնական Հայաստանը հայտնում է սահմանադրության փոփոխության պատրաստակամության մասին, նույնն է թե անկախության հռչակագրից հրաժարվելու մասին։ Սիրելի հայրենակիցներ, մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծավալապաշտությունը շարունակում է մնալ թուրքական աշխարհի նպատակադրում։ Տարբեր ամբիոններից խաղաղության մասին ապոլիտիկ տեքստերով հնարավոր չէ զսպել թուրքական ծրագրերը։ Լավագույն դեպքում ուսդ կթփթփացնեն, հետո անունդ կմոռանան, քեզ թողնելով առանց անվտանգային երաշխիքների, որովհետև լավ բանակցող չեք, որովհետև չունեք անհրաժեշտ բանակցային ունակություններ, չունեք երկրի ամենակարևորը անվտանգության եւ արտաքին քաղաքականության երկարատև ռազմավարություն եւ տեսլական։ Կրկնում եմ, մեր կենսական շահերի եւ իրավունքների հաշվին միակողմանի եւ ճակատագրական զիջումները որպես անվտանգային քաղաքականություն ներկայացնելը ուղղակի քաղաքականապես սնանկ է։ Հնազանդվել, մոռանալ, ուրանալ, սրանք են խաղաղության ձեր պատկերացումները եւ խաղաղության ձեր մոդելը։ Հրովարտակներ իջեցրեք, փորձեք ջնջել Արարատը, դասագրքերից հանեք ազատագրական պայքարը, Մաշտոցի փոխարեն QR կոդ դրեք, կայսրական համարեք մեր հայրենասիրությունը, հոգեբանական եւ տեղեկատվական տերորի ենթարկեք հասարակությանը, բանտերը լցրեք քաղաքական ընդդիմադիրներով, հետո ասեք, բա ինչի հեղափոխություն չեք անում, երկիրը ոստիկանական բռնություններով։ Սա է, ատելության խոսքով խլացրեք ազատ միտքը, կուսակցություններ փակեք, դատախազի ու դատավորի դեր ստանձնեք, այս ամբիոնից դատավճիռ ներկայացրեք, եւ միթե ակնհայտ չէ, որ այսպես կոչված 4-րդ հանրապետությունը, մեր խորհրդանիշների դեմ պայքարը, հայ առաքելական եկեղեցու ասպատակումը, նոր գեղագիտության սահմանումը, գրաքննությունը, բռնաբարվող արդարադատությունը, ողբերգականորեն Արցախից հրաժարումը, մի խոսքով, այս ամենը լավագույն դեպքում ադրբեջանական պահանջներ են։ Դահլիճում լռություն։ Կարծում եմ Լռություն։ ադրբեջանական պահանջներ են եւ հայկական ինքնության ծրագրավորած ոչնչացում։ Կարծում եք թշնամին չի տեսնում, որ բազմաթիվ խորքային խնդիրներ լուծելու փոխարեն ներազգային ատելություն եւ բևեռացումն եք խորացնում։ Եվ միթե ձեզ թվում է, որ խաբված եւ հուսահատ հասարակությամբ հնարավոր է խաղաղություն հաստատել կամ երկիր վերականգնել։ Անտեսլական ու նվաստացած ազգը ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլյացիայի կրողն է։ Իսկ խաղաղության վերնագրով թուղթը ընդամենը ներքին սպառման նախընտրական ապրանք է, անվտանգային 0 երաշխիքներով։ Խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը, այս վերջերս դուք շատ առատորեն օգտագործում եք ինքնահայեցում բառը, կարծեմ ձեր առաջնորդի բառապաշարից էր։ Փորձեք կողքից նայել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջը եւ առհասարակ աշխարհում։ Հիշեք, որ այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ։ Երեք այս ամբիոնից կառավարության ծրագիրը ձախողած թիմի առաջնորդը հոխորտում էր, թե ընդդիմությունը անելիք չունի։ Լավ, ասենք թե չունի, բայց դուք որ իշխանություն եք, դուք որ պատասխանատվություն եք կրում, որն է ձեր անելիքը եւ հատկապես ձեր հետագիծը, ասեմ, այդ հետագծում վերջին 100-ամյակի ամենամեծ ողբերգությունն է Արցախի հայաթափումը, որը ոչ մի հրաշքով չի ջնջվելու ձեր քաղաքական եւ ձեր անձնական կենսագրությունից։ Հաջորդ ելույթի համար Գառնիկ Դանելյան, համեցեք պարոն Դանելյան։ Դահլիճում լռություն։
Պարոն Բագրատյան,